Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ։ Այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համարվող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք։ Եվ ինչպես կարելի էր այլ բան ակնկալել, երբ նրանցից մեկի իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, իսկ մյուսինը մարտի 1-ի սպանդի վրա։ Հետևաբար, ինչպիսի հաճոյախոսություններ եվրոպական կառույցները շռայլ են Հայաստանի իշխանությունների հասցեին, կամ դրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն թե ոչ, միևնույն է, հոգու խորքում միջազգային հանրությունը մեր երկրին վերաբերվում է այս երկու արյունոտ իրադարձությունների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ մակարդակի դիտակետից։ Այսքանը իմիջի այլոց։ Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1-ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում։ Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ազնվագույն ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների, մարդասպանների, հրձիկների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, որովհետև այդ բոլորը իրենց մարդիկ են։ Ընդհակառակը ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար։ Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները։ Հեռուստատեսությունը իր բոլոր ալիքներով վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզչամեքենայի։ Ոստիկանությունը բազմիցս բռնություններ է կիրառել ինքնաբուխ և ոչ զանգվածային միջոցառումների մասնակիցների նկատմամբ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար կանչվել են ոստիկանական բաժանմունքներ և զգուշացվել ետ կանգնել հանրահավաքների մասնակցելու մտադրությունից, այդ թվում այս հանրահավաքի։ Հարյուրավոր մարդիկ քաղաքական նկատառումներով ենթարկվել են պաշտոնեական կամայականությունների, հեռացվել աշխատանքից կամ կորցրել իրենց բիզնեսը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ուղեկցվել են նույն տիպի կեղծիքներով, խախտումներով ու բռնություններով, ինչ անցած նախագահական ընտրությունները։ Այսինքն, իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1-ի ողբերգությունից և ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության և օրինականության հաստատման, ինչպես նաև ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ։